Անսպասելի շրջադարձ վեհապարին դատելուց երկրորդ դատավորն է խուսափում Սերժ Ռուշանյանը գործն ուղարկեց Երևանի դատարան։ Մոսկվայում ինչ էմոցիաներ են առաջացրել Փաշինյանի նոր հայտարարությունները հայկական երկաթուղու կառավարման մասին Ռուսաստանի գլխավոր դիվանագետը զարմացած է։ Наша мягкая сила слишком... Մեր փափուկ ուժը շատ փափուկ է։ Տիգրանաշենցիները քյարքի մասին գյուղացիները հայլուրի տեսախցիկի առաջ անկեղծացել են, վրդովված են բնակավայրի հայկականությունը կասկածի տակ դնող Փաշինյանի խոսքերից։ Այս Տիգրանաշենը պետք է չտան, այսի որ տան պետք է ճանապարհը փակ։ Անհետ կորածների հարազատների համահայկական ասոցիացիան հայտարարում է բողոքի գործողություններ սկսելու մասին անհետ կորածների հարազատների չափակինվող վերքը։ Ով պատրաստ է այս երեխեքի համար ինչ-որ մի քայլ անելու, մենք իրանց հետ քայլելու ենք։ Ով խանգարելու է, մենք իրանց դեմ պայքարելու ենք։ Ալիշկայից արտաբույնք է ասել Անոր Սալի դիմակավոր է, ով է գյուղացիներին տագնապի մեջ պահող չարագործը։ Կարող է Ամերիկայից ուղարկածելն Ժամի հիմնական նորությունները Կամփոփի հայլուրը բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ եւ այսպես երկրորդ դատավորն է կարծես խուսափում դատել ամենայն հայոց կաթողիկոսին եւ 6 բարձրաստիճան հոգեվորականներին, որոնք մեղադրվում են աշխարհիկ դատարանի որոշումը չկատարելու եւ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին իր պաշտոնում չվերականգնելու համար։ Այսօր Արմավիրի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է գործն ուղարկել Երևանի դատարան։ Դատական անսպասելի շրջադարձի մանրամասները դեպքի վայրից Գայանե Մովսիսյանն է պատմում։ Մոտ 3 ժամ առաջ Արմավիրի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց կաթողիկոսի եւ 6 սրբազանների գործը ուղարկել Երևանի քրեական առաջին ատյանի դատարան, որպեսզի այնտեղ պարզվի, թե արդյոք ճիշտ է, որ վեհապարի եւ բարձրաստիճան մյուս հոգեվորականների դատավարությունը տեղի ունենա Արմավիրի դատարանում։ Նա նշեց, որ մեղադրանքի մեջ վրիպակ է նկատել։ Օրինակ հստակ չէ, թե հենց Էջմիածնում մայրաթոռում է կաթողիկոսի տնօրինությամբ կայացվել Արման Սարոյանին կարգալույծ անելու որոշումը։ Հարցն այն է, որ գործը պետք է քննվի ենթադրյալ հանցանքի կատարման վայրում։ Վերլուծաբանների տպավորությամբ երիտասարդ դատավորը պարզապես խուսափում է դատել վեհապարին, սակայն ինքը վստահեցնում է, որ ոչ։ Դատան այս փուլում ամեն դեպքում եւ պետք է պարզաբանում է, որ ես ամենայն հավանականությամբ ուղարկելու դեպքում եթե ոչ բարձրացվի, չեն պատրաստվում որևէ կերպ անաշխատունակության վիճակում գտնվել, չեն պատրաստվում արձակում վերցնել, չեն պատրաստվում հուսափել այս գործիքներից։ Ավելի վաղ օգոստոսի 7-ին Արմավիրի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանն էր հրաժարվել կաթողիկոսի գործի քննությունից, ինքնաբացարկ հայտնելով։ Դատավորները հասկանում են, որ խնդրահարույց գործ է, որի քննությունը իրենց խղճին է։ Դատավորի որոշման այսպես է արձագանքել փաստաբան Արա Զոհրաբյանը։ Մենք այսօր ականատես եղանք, որ դատավորը նույնպես չցանկացավ այս գործը քննել։ Մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ, որովհետև մենք կարծում ենք, որ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունը, քանի որ Էջմիածին քաղաքում է ընդունվել, ապա գործը պետք է քննվեր այս դատարանում։ Դատավորը այդ կարծիքը չուներ։ Մի կողմից սա խոսում է նաև նրա մասին, որ դատավորները բոլոր դեպքերում հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է, մի կողմից ուրեմն իրենց խիղճն է, ի վերջո արդարությունը, ճշմարտությունը, մյուս կողմից քաղաքական ճնշումը եւ այս առումով երևի թե այս ճանապարհն են խնդրել եւ գտել։ Այսօր սկսված դատական նիստի սկզբում քննվել էր Արման Սարոյանի, նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը, որ նիստը դեռ անցկացվի։ Սարոյանը պնդել էր, որ իր դեմ մեդիա արշավ է տեղի ունենում։ Ինքը ստացել է մահվան սպառնալիքներ, հետևաբար միջնորդում է, որ նիստերին ներկա չլինեն լրագրողները։ Վեհապարի փաստաբանները առարկել էին եւ դատարանը որոշել էր նիստը անցկացնել դռնբաց։ Մինչև դատական նիստի մեկնարկը մի պահ լարվել էր դրությունը դատարանի բակում։ Դա այն պահն էր, երբ ոստիկանների ուղեկցությամբ դատարան էր եկել Արման Սարոյանը։ Դատարանի բակում հավաքվածները վանկարկում էին տականք եւ ամոթ։ Վեհապարը ու 6 սրբազանները մեղադրվում են աշխարհիկ դատարանի որոշումը չկատարելու համար։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնանկ անելու կաթողիկոսի որոշումից հետո դատարանը պարտավորեցրել էր նրան վերականգնել իր պաշտոնում, սակայն մայրաթոռը հրաժարվել էր։
Ավելին, կարգալույծ էր արել Գևորգ Սրբազանին, Արման Սարոյանին, Մայրաթոռը, դատարանի վճիռը համարել էր միջամտություն եկեղեցու ինքնավարությանը։ Ադրբեջանցի լրագրող Ռուֆատ Համզայևը, որ եղել է ASTV Ադրբեջանի պետական հեռուստատեսության փոխնախագահ, իսկ հիմա Անյուզ անգլալեզու միջազգային լրատվական հեռուստաալիքի գործադիր տնօրենն է, հոլովակ է պատրաստել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի մասին։ Նա վեհապարին մեղադրում է մեջբերեմ անջատողականներին աջակցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չընդունելու, պատերազմի ժամանակ պայքարի, անկախության եւ ազգային դիմադրության կոչերի համար։ Համզայևը Գարեգին II-ին անվանում է ռևանշիզմի ձայն, որը ըստ նրա ազդել է ամբողջ տարածաշրջանի վրա։ Նաև խոսում է վեհապարի դեմ դատական գործի մասին, գրելով դատարանի որոշումը դեռ հայտնի չէ, բայց պատմությունը իր վճիռը վաղուց է կայացրել։ Մեջբերման ավարտին։ Երկրորդ նախագահը քրեական հետապնդման է ենթարկվում, քանի որ երբեք չի պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ, Իզվեստիային ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Միկոյանի խոսքով ազգային ժողովի ամբիոնից ձերբակալման մասին Փաշինյանի ուղիղ ցուցումներից հետո այլ բան ակնկալելն անիմաստ էր եւ հրաշքին մոտ։ Ռոբերտ Քոչարյանը հայ-ռուսական լավ հարաբերությունների կողմնակիցն է, այն փաստը, որ նա ընկերներ ունի, այն փաստը, որ նրա նախագահության տարիներին մեր հարաբերությունները եղբայրական եւ գերազանց էին։ Եվ նրա ձերբակալությունը ռուս-հայկական լավ հարաբերությունների խորհրդանիշի ձերբակալությունն է։ Փաշինյանը իր հերթին այդ հարաբերությունների վարկյան առ վարկյան վատթարանալու խորհրդանիշն է, Իզվեստիային ասել է Միկոյանը։ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան վաճառելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը զարմանք եւ էմոցիաներ է առաջացնում Մոսկվայում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զարմանում է, որ ռուս գործընկերների հետ այդ թեման քննարկելու փոխարեն Երևանը հրապարակային հայտարարություն է անում։ Լավրովը խոսել է նաև Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով հանրաքվեի թեմայից։ Հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումներին Լավրովն անդրադարձել է ՌԲԿ-ին տված հարցազրույցի վերջում Հայաստան անունը լսելուց հետո խոր հոգոց հանելուց հետո։ Два последних вопроса про Армению. Խորը հոգոց է հանում Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանի մասին ՌԲԿ-ի լրագրողի հարցերից։ Ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանի արտգործնախարարությունը Հայաստանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։ Еще один президент Сарксян под следствием. Դաշնության արտգործնախարարությունը հայ ժողովրդի շահերից է ելնում, ասում է Լավրովը։ Позиция нашего МИД заключается в том, что Մեր արտգործնախարարության դիրքորոշումը այն է, որ մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից։ и видим, как Ընդգծում է Լավրովը, նախկինում հայ եւ ռուս ժողովուրդների շահերը համընկնում էին ու գերիշխող էին երկու երկրների հարաբերություններում, մինչդեռ հիմա իրավիճակ է փոխվել։ нынешние представители руководства Երևանի ներկայիս իշխանությունը ղեկավարվում է այլ խնդիրներով։ Հռչակվել է դեպի Եվրոպական միություն կողմնորոշվելու նպատակ։ Եվրամիությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք է ընդունվել։ принят закон о начале процесса вступления в Европейский Союз. Զարմացած է Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններից։ Լավրովի կարծիքով Նիկոլ Փաշինյանը չի վստահում հայ ժողովրդին։ Հայտարարելով, թե Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու համար հանրաքվե կանի, ԵՄ անդամության հայտ ներկայացնելուց ճանապարհային քարտեզը նախապատրաստելուց հետո։ Господин Пашинян сказал, что Պարոն Փաշինյանն ասաց, որ հանրաքվեի մասին կարելի է խոսել, երբ մենք առաջինը հայտ կներկայացնենք Եվրամիություն, երբ դրան արձագանք կլինի եւ երբ ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի։ подготовлена дорожная карта вот этого вступления. Тогда будет референдум. Ну, это Իմ կարծիքով դա վկայում է ժողովրդի նկատմամբ նրա ոչ շատ մեծ վստահության մասին։ Հենց ընտրություններով պետք է արդարացիորեն ցույց տաս, ինչերի մեջ ես ընտրություն անում։ между чем ты выбираешь, вот как ты сейчас живешь. Հայաստանի տնտեսական աճը ԵԱՏՄ հետ առևտրի հաշվին է, շեշտում է Լավրովը։ Վերջին 3 տարիների առևտրաշրջանառությանն անդրադառնում, որը ըստ նրա ավելի քան 6 միլիարդ դոլար է։ В один год вообще 12 миллиардов. Մի տարի ընդհանրապես 12 միլիարդ էր առևտրաշրջանառությունը եւ զարգանում է երկիրը ԵԱՏՄ-ի հաշվին։ Экономического союза. Դա ըստ էության ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար։ Արդյոք Հայաստանում ընթացող գործընթացները նման չեն 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցածին։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետից հետաքրքրվում է լրագրողը, հարցնում, ինչ է անում Մոսկվան նույն սխալը թույլ չտալու համար։
Нам себя не в чем упрекнуть. Մեզ մեղադրելու բան չկա, թերևս որ մեր փափուկ ուժը շատ փափուկ է։ Լավրովն ընդգծում է, Ուկրաինայի հարցում Ռուսաստանը անկեղծ է եղել, թե Մայդանի արյունալի դեպքերից առաջ, թե դրանից հետո, բացատրելով, թե որքան վտանգավոր է սիրախաղը Եվրամիության հետ։ С нашей стороны все сделано. Ինչ վերաբերում է Երևանին, Ռուսաստանի գլխավոր դիվանագետը ռուսական էներգակիրների հասանելիությունն է շեշտում։ Ռուսական գազի 1000 խորանարդ մետրի համար Հայաստանը $177 է վճարում, բայց եթե ԵՄ անդամ դառնա, 3-4 անգամ ավելի է վճարելու։ Ինչ խնդիր ունի Երևանը եւ ինչու դրա մասին չի ասում ռուս գործընկերոջը, զարմանում է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։ У нас есть контакты между Կանոնավոր շփվում են փոխվարչապետները եւ կարելի է քննարկել Երևանին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում ռուսական երկաթուղիների կոնցենսիոն կառավարման տակ գտնվող հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։ Южно-Кавказской железной дорогой. Տարակուսում է, որ Փաշինյանը նախընտրում է Հայաստանի թիվ 1 քաղաքական ամբիոնից հայտարարություններ անել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, փոխանակ ռուս գործընկերների հետ խնդիրները քննարկելու։ Мы с удивлением слышим, как эти вопросы... Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը, եթե դրանք առաջացել են, պատմեք ձեր գործընկերոջը, թե ինչ եք մտածում այդ կապակցությամբ։ Вот рассуждаешь в этой связи. А вместо этого делается публичное заявление, что мы... Դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, որ դրանք ընդհանրապես մերն են եւ ընդհանրապես մենք նրանց 2 միլիարդ պարտք ենք։ Что это вызывает помимо вот таких основанных на экономическом анализе. Հասկանում եմ, որ սա բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից մեր քաղաքացիների մոտ էմոցիաներ է առաջացնում։ Ես բացառություն չեմ։ Не исключение. Երկուշաբթի էր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից առաջարկել Ռուսաստանին վաճառել երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Հայաստանի եւ Ռուսաստանի համար նախընտրելի երրորդ երկրի։ Անգամ գին էր ասել, ըստ Փաշինյանի, հիմա այդ փաթեթը կարելի է վաճառել $400 միլիոն։ Թերեզա Կադաևչյան, Անիղանդելյան, Հայլուր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինին։ Ըստ կառավարության հաղորդագրության քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման եւ համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Քննարկվել են նաև եղած տեխնիկական խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ոլորտում առկա խնդիրների եւ դրանց լուծման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները։ Կարդում ենք հաղորդագրությունում։ Այլ թեմաների անցնենք, տիգրանաշենցիները Քյարքի անունը լսել չեն ուզում։ Իրենց գյուղի հայկականության հարցը կասկածի տակ դրած Փաշինյանի խոսքերից վրդոված են Տիգրանաշենում։ Գյուղացիներն այս օրերին այնքան էլ ուրախ չեն հյուրեր ընդունել, բոլորի հարցերը Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին են։ Իմ գործընկերներին գյուղացիները պատմել են, որ ժամանակին գյուղի մոտակայքում օբա են ունեցել ադրբեջանցի հովիվները, ու միայն այդ փաստը չի կարող Տիգրանաշենը Քյարքի դարձնել։ Լիլիթ Խալաթյանն է պատմում։ Խաղաղ Տիգրանաշենում խաղաղ չեն տիգրանաշենցիները, խիստ վրդովվում են գյուղում նոր մարդ կամ տեսախցիկ տեսնելիս։ Շատ իզուր որ եկել եք, շատ իզուր, այսինքն չեմ եկել։ Ադրբեջանցիների քթի տակ գտնվող գյուղում հայկական լրատվամիջոցներին են մեղադրում, թե աղմուկ են բարձրացնում, թուրքին հիշեցնում, որ հարևանությամբ Քյարքի գյուղ կա։ Իմ խնդիրը այս թեմայի ներվը հանելն է։ Ներվը դուրս չի գալիս Տիգրանաշենից, հատկապես լրագրողներին հանդիպելիս։ Օրեկան է տա, լրագրողները տելևիզորով ասում են Տիգրանաշեն, Տիգրանաշեն։ Ինչ կա Տիգրանաշենում։ Այս Տիգրանաշենը պետք է չտան, էսի որ տան պետք է ճանապարհը փակվի։ Տիգրանաշենը մերն է, Տիգրանաշենը Քյարքի չէ, ասում են տիգրանաշենցիներն ու զարմանում, թե ինչու է վերջին օրերին իշխանությունը շրջանառում Քյարքի անունը, որի մասին չեն հիշել անգամ նախընտրական շրջանում։ Մի օր մեկը հիշեր գատեներ այդ Քյարքի ժողովուրդ սաղ են, ապրում են, կան, չկան, ջուր կար, ջուր չկար, ինչով են ապրում, ոնց են ապրում։ Այսքան վաղ սաղ տեղերը ընտրությունների վաղ թեկուզ հալամաշար մտան ֆռացին, բայց Քյարքի մեկը ոչ դրեց։ Քյարքի չի եկել, բայց Քյարքի մասին չի մոռանում Նիկոլ Փաշինյանը։ Ես ընդհանրապես ասել եմ Քյարքի։ Ես ասել եմ Քյարքի։
Քյարքին Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետրի մեջ չի մտնում հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում նորից հիշեցրել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելացրել փոխարենը 29743-ի մեջ է Արցվաշենը, չառընչվել այս իրականությանը նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Տիգրանաշեն Արցվաշենով փոխարինելու ոչ հնարավորություն կա, ոչ նպատակահարմարություն, կարծում են գյուղացիները։ Պնդում, իրենք ոչ մի տեղ գնալ չեն պատրաստվում, իսկ Տիգրանաշենը առանց ճանապարհի չի կարող դառնալ Ադրբեջանի մաս։ Նշանակում է Տիգրանաշենը հանձնելիս ճանապարհ էլ կհանձնի Հայաստանի ղեկավարը։ Իդոգում պիտի ճանապարհտան կամ երասխով, կամ էլ սարերով ճանապարհ, այսինքն մեր հողի մեջով ճանապարհտան, որ բացի այդ հսադարական աղջիկներ ուր է դա։ Եթե եթե արեց սևակավանել կփախնի ժողովուրդը, ընդեղ էլ կդատարկվի, երասն էլ կդատարկվի։ Տիգրանաշենը ադրբեջանական հող չէ, պնդում են գյուղի բնակիչները։ Պատմում են, ժամանակին գյուղի սարերն ադրբեջանցիներն օգտագործել են անասուն նարածեցնելու համար։ Գյուղում ջուր է եղել, եկել օգտվել են ջրից։ Դա հոչի նշանակում, որ գյուղն ադրբեջանցիներինն է։ Էսի որպես իրանց գիտես ոնց ասեն։ Են սարուն որ օբա են էտում են ժողովուրդը նստում են, դրանք էլ օբա են եկին նստե որպես ջուր այլ է, որտեղ խմելու ջուր կա, թուրքը նստած է։ Ուրեմն պետք է սաղ տանք իրանց էլի։ Մասիսն էլ պետք է տանք իրանց։ Մասիս քաղաքը, բայց թուրքերը եկին նստել էին իրանցնա։ Իմաստը ո՞րն է։ Ինչ իմանաս, ինչ մտքեր ունի Փաշինյանը Տիգրանաշենի հետ կապված։ Տիգրանաշենցիները հիշում են, այսօր իրենց գյուղը Քյարքի անվանող Փաշինյանը 2021 թվականին հայտարարում էր, որ անկլավները իրավական հիմք չունեն։ Այդ անկլավը քարտեզի վրա նկարած նկարա, թե դա իրավական հիմք ունի։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի։ Տիգրանաշենում գիտեն ինչ է ուզում Ադրբեջանը, Ալիևն աչք ունի այն ամենի վրա, ինչը հայկական է։ Արևմտյան Հայաստան են ուզում, Ադրբեջան են ուզում, սաղ էլ տանք պրծնենք։ Պետք չէ այդքան բան անել։ Պետք չէ հանձնի օրենքով։ Հայկական տարածք է, եթե այդտենց է Նախիջևանը հայկական է։ Բայց թող ինքն էլ Նախիջևան պահանջի, խիչի պահանջում։ Գանձակ պահանջի, Կիրովաբադը հայկական է։ Ալիևը ինչ ասես երկում է, Ալիևի համար ինչ կա։ Այս հարցերի պատասխանները կստանան Տիգրանաշենցիները։ Փաշինյանը խոստացել է գետնի վրա սահմանազատում անելուց առաջ անձամբ գյուղ գնալ, բացատրել, թե ինչու Տիգրանաշենը դարձավ Քյարքի։ Գնանք ասենք ժողովուրդ եկեք նստեք։ Լիլիթ Խալաթյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Անհետ կորածների հարազատները հայտարարել են համահայկական ասոցիացիայի ստեղծման մասին։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորածների հարազատները ամենքն ինչպես կարողացել փորձել է տեղեկություններ հավաքել իր ազգականի մասին։ Հիմա մարդիկ որոշել են միասին ու համակարգված աշխատել։ Առաջիկայում ազգային անվտանգության տնօրենն է ընդունելու անհետ կորածների հարազատներին։ Ասոցիացիայի անդամները բողոքի գործողությունների մասին են անոնցել այսօր։ Շուրջ 1000 ընտանիքներում մարդիկ ամեն օր քնում արթնանում են հույսով, որ վերջապես կգտնվեն Արցախյան 3 պատերազմներում, ինչպես նաև Ստեփանակերտի բենզալցակայանի պատյունի հետևանքով անհետացած իրենց հարազատները։ Այդ նպատակով ստեղծվել է անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիան։ Հիմնադիրներից մեկը 44-օրյա պատերազմում անհետ կորած Հենրի Մուրադյանի հորեղբայրն է։ Ասոցիացիան կազմելով մենք չենք փոխվում, մեր երեխեքի որոնողական աշխատանքները, մեր երեխեքի գրկելու ցանկությունը մեր մեջ չի փոխվում։ Մի հարկի տակ հավաքված անհետ կորածների հարազատների խոսքով տարիներ շարունակ փորձել են առանձին պայքարել իրենց հարազատների ճակատագրերից մի լուր իմանալու համար։ Պետական տարբեր կառույցներում են եղել ստանալու ամենակարևոր հարցի պատասխանը, որտեղ են իրենց երեխաները։ Մենք մայրերով խումբ ստեղծեցինք, մի խումբ մայրերով առանձին էին գնում, հայրերը առանձին էին գնում, լինում էր անգամ նույն ընտանիքի անդամներ, մեկը մյուս գնում էր մի ուրիշ կառույց, մայրը առանձին կառույց, ու այդպես որոշեցինք երկար պայքարից հետո հասկացանք, որ ճիշտը միաբան լինելն էր, կառուցել մի այնպիսի հարթակ, որ լինենք միասնական։ Բաքվում գերեվարված մեր հայրենակիցների ճակատագրով զբաղվող իրավապաշտպանների պնդմամբ ոչ պաշտոնական տվյալներով 80 հայ գերիներ կան Ադրբեջանում, որոնց մասին պատմել են վերադարձած գերիները։ Ասոցիացիայում ունեն տեղեկություններ, գերության մեջ կան մարդիկ, որոնք անհետ կորած են համարվում։
Տարբեր աղբյուրներից լսում ենք, որ շատ գերիներ այնտեղ ունեն, որոնք հաստատված չեն։ Բայց ել եմ ասում, դա խոսակցության մակարդակի է, ոչ մի ձևի փաստ չկա, որ իրա կարելի է հիմնվել ու առաջնորդվել այդ խոսակցություններով։ Օգոստոսի 30-ը բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է։ Ասոցիացիան հատուկ միջոցառում է կազմակերպելու, կրկին հնչեցնելու իրենց ցավը։ Ուզում եմ բոլորը պարզ հասկանան, որ այս ընտանիքների, այս թվերի հետևում անհայտ կորածների ուղղակի թվեր չեն, նրանք մարդիկ են, նրանք ընտանիքներ են, նրանք սպասում են, տարիների սպասում են։ Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայում համոզված են, առանց իշխանությունների հետ համագործակցելու չեն կարող գործը գլուխ բերել, տեղեկություններ ստանալ իրենց հարազատների մասին։ ԱԱԾ տնօրենի հետ առաջիկայում հանդիպում է լինելու տեղեկացնում է Գոր Մուրադյանը, վստահեցնում, եթե զգան, որ իրենց հարցերի պատասխանները չեն ստանում, նաև բողոքի ակցիաներ կանեն։ Մենք չենք կարող մոռանալ այն երեխեքին, ով որ այսօր չկա։ Մեզի հարկավոր է հասկանալ, Հանրապետության մեջ Սփյուռքում, չգիտեմ, ով պատրաստ է այս երեխեքի համար ինչ-որ մի քայլ անելու, մենք իրանց հետ քայլելու ենք։ Ով խանգարելու է, մենք իրանց դեմ պայքարելու ենք։ Շուրջ 2 ամիս առաջ է ԱԱԾ-ում տեղի ունեցել գերիների, պատանների եւ անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ ԱԱԾ-ից հայտնել էին, որ քննարկումների արդյունքում տրվել են համապատասխան հանձնարարականներ, սահմանվել են հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները։ Կարնե Մանգասարյան, Զարուհի Սահակյան, Նորա Շարբաթյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Տեղափոխվենք Վայոց Ձոր, որտեղ արդեն 1 ամիս է մի դիմակավոր չարագործ հանգիստ չի տալիս բնակիչներին։ 10 օր առաջ Հայլուրը պատմել էր Մալիշկայում դարպասներին քարեր նետող մի տղամարդու մասին, որին որսալ չի հաջողվում։ Նույն ահազանգը Արթաբույնքի բնակիչներն ունեն։ Գյուղում քանի օր է հանգիստ չունեն տարօրինակ դիմակավորի պատճառով, որին անորսալի ջո են անվանում ու փորձում են բռնել, բայց չեն կարողանում։ Արթաբույնքցիներին նույնիսկ ոստիկաններն են փորձել օգնել, ընդամենը 1 օր։ Մալիշկայի արդեն հայտնի խորհրդավոր դիմակավորը արտաբույնք է հասել։ Ամերիկյան թրիլլեր ֆիլմի հերոսներ են դարձել արտաբույնքցիները։ Մի քանի օր առաջ հերթապահող երիտասարդների ուղղությամբ քար է նետել անորսալի դիմակավորն ու անհետացել։ Մեր տղաներից 2-ը տեսել են, թե ինչպես է պատի հետևից նայում մեզ ու արագ փախնում։ Ընկել ենք հետևից ու կորցրել ենք հետքերը, չեն կարողացել գտնել։ Ասում են անբնակ տներել է մտնում։ Այդպիսի մի տան դարպասի վրա ոտքի հետքեր են գտել գյուղի տղաները։ Մեր տղաներից մենք հարցնում ենք, ինչ որ մեկը բարձրացել է այդ ուղղությամբ, այդ դարպասի վրա բարձրացել է, բոլորը հերքում են, որ իրենք բարձրացել են այդտեղ։ Արտաբույնքցի այս տղամարդու տան դարպասն է թակել 2 օր առաջ միստիկ դիմակավորը։ Տանեցիները չեն հասցրել բռնել, միանգամից անհետացել է։ Մտել են հայաթը, բռանը խփել են, զավազին դարպասին խփել, թող գնացել են։ Ընդամենը այս խփել։ Ով է Վայոց Ձորը սարսափի մեջ պահող դիմակով անհայտ մարդը։ Հրաշքա, ինչա որ վերևից իջնի ու անհետանա։ Արտաբույնքում կասկածներ ունեն, որ հանցավոր խումբ է գործում Վայոց Ձորում։ Մեզ թվում է, որ մի հոգու գործելավոճ չի սա, այլ մի քանի հոգի են տարբեր գյուղերում, որովհետև նույն օրվա գիշերային նույն ժամերին նույն պատմություն տարբեր գյուղերում կրկնվում է։ Մարդկանց վախերը օր-օրի ավելանում են։ Արդեն կասկածում են միգուցե սահմանի մյուս կողմից է դիմակով մարդը մտել Հայաստան։ Կարող է, ասենք, ադրբեջանցի լինի, կարող է Թուրքիայի թուրք լինի, կարող է Ամերիկայից ուղարկած լինեն։ Իրավապահները մոտ 1 ամիս է փնտրում են անհայտ դիմակավորին։ 10 օր առաջ ներքին գործերի փոխնախարար Կամո Ցուցուլյանը ասել էր, որ լինում են դեպքեր, երբ հետախուզվողին մի քանի տարի հետո են գտնում։ Վերջին շրջանում մենք հայտնաբերել ենք 20 թվականի հետախուզվող, 21 թվականի հետախուզվող անձեր։ Եթե դիմակավոր մարդուն էլ մի քանի տարի հետո գտնեն, հնարավոր է Հայաստանում գյուղ ու քաղաք չմնա, որտեղ չի մտել անորսալին։ Մարդիկ ստիպված իրենց միջոցներով են պատրաստվում դիմավորել ահաբեկողին։ Լիլիթ Գասպարյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ այն մասին, թե ինչ ունենք թողարկման 2-րդ հատվածում։
Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհում դադարեցրել է ներգաղթային վիզաների տրամադրումը, ինչքան պետք է սպասեն դիմումատուները։ Մարդիկ, ովքեր ունեին հարցազրույցի օրեր, նրանց հարցազրույցները անժամկետ այս պահին հետաձգվել են։ Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերի ակտիվացման ֆոնին ռուսական ու ուկրաինական քաղաքները շարունակում են ծանր հարվածներ ստանալ։ Մենք ավելի ուժեղ։ Նեպալում զոհերի թիվն ավելացել է, մեծանում է նոր ջրհեղեղի ռիսկը։ Հրամանի ենք սպասում հետագա գործողությունները շարունակելու համար։ Գյումրիում ավականու արտահերտ ընտրություն անցկացնելու ԿՊԱ-կանների ծրագիրը շարունակում է կրքեր բորբոքել քաղաքում։ Ընդդիմությունն ասում է պատրաստ է անգամ ամենաանկանխատեսելիին։ Գյումրեցիների հետ ուժի լեզվով չպետք է խոսեն։ Եվ հայկական ֆուտբոլի պատմական երեկոն Հարարատ Արմենիան հուպ է տալիս դեպի Եվրոպա լիգա։ Եվրոպական ֆուտբոլում հայկական ակումբային ֆուտբոլի անունը բարձր ենք պահում։ Նախ ներգաղթի հարցում Թրամփի վարչակազմի նոր սահմանափակման մասին։ Միացյալ Նահանգները որոշել է դադարեցնել ներգաղթային վիզաների տրամադրումը ամբողջ աշխարհում առանց բացառության։ Հայաստանից Միացյալ Նահանգներ մշտական բնակության մեկնել պատրաստվողները պետք է սպասեն անորոշ ժամկետով։ Արդեն նշանակված հարցազրույցները անժամկետ հետաձգվել են։ Միացյալ Նահանգների նախագահը չի պատրաստվում հետ քայլանել միգրանտների դեմ պայքարում։ Մի բան էլ ավելի է կոշտացնում ներգաղթային քաղաքականությունը։ Եթե նախկինում ԱՄՆ վարչակազմի որոշմամբ սառեցված էին ներգաղթային վիզաների հարցազրույցների անցկացումը միայն 75 երկրի քաղաքացիների համար, ապա հիմա ԱՄՆ պետդեպարտամենտը դադարեցրել է ներգաղթային վիզաների հարցազրույցների նշանակումն ու անցկացումը ամբողջ աշխարհում։ Մարդիկ, ովքեր ունեին հարցազրույցի օրեր, նրանց հարցազրույցները անժամկետ այս պահին հետաձգվել են եւ պատճառը, որը տրամադրվել է պետդեպարտամենտի կողմից, դա նա է, որ ինչ որ վերապատրաստումների աշխատանքներ են իրականացվում, բայց մարդկանց հարցազրույցների հետաձգումը դեռ այս պահին անժամկետ է։ Թրամփի այս սկանդալային որոշման պատճառը ԱՄՆ դաշնային դատարանի վճիռն է։ Ըստ Նյու Յորքի դաշնային դատավոր Ջանետ Վարգասի որոշման, հունվարից ուժի մեջ մտած Թրամփի հատուկ քաղաքականությունը, որով սահմանափակվել էր 75 երկրի քաղաքացիների ԱՄՆ-ում մշտական բնակության նպատակով ներգաղթային վիզա ստանալու հնարավորությունը, հակասում է երկրի ներգաղթային օրենսդրությանը։ Ջանետ Վեգասը անօրինական է անվանել Թրամփի այդ որոշումը, պնդելով, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չարաշահել է իր լիազորությունները։ Առանձնացնելով 75 երկրների, դա եւս մի արտացոլում էր ազգային խտրականության, այսինքն ԱՄՆ-ի կառավարությունը իրավունք չուներ խտրականություն իրականացնելով ընտրել 75 տարբեր երկրների եւ ասել, որ այս երկրներում իմիգրանտ վիզաներ չեն տրամադրելու։ Իհարկե նախագահ Թրամփի կառավարությունը այլ պատճառներ էր ներկայացրել, սակայն նմանատիպ առանձնացում այս 75 երկրների դեմ էր Միացյալ Նահանգների օրենքներին։ Թվում էր, թե դաշնային դատարանի որոշումից հետո ներգաղթային վիզաների գործընթացը պետք է վերսկսվեր սովորական ռեժիմով, բայց Թրամփի որոշմամբ ներգաղթային վիզաների հարցազրույցները հետաձգվում են համաշխարհային մակարդակով։ Հայ, ռուս թե եվրոպացի սահմանափակումները կգործեն բոլորի համար, որպեսզի չստացվի, թե ինքը ազգային խտրականություն է դնում ու ներգաղթային կոշտ քաղաքականությամբ թիրախավորում է որոշակի ազգերի։ Ի սկզբանե, երբ որ 75 տարբեր երկրների հետ կապված սառեցման հայտարարությունը արվել էր, այդ հայտարարության մեջ ասվել էր, որ դա արվում է, որովհետև այդ 75 երկրներից Միացյալ Նահանգներ եկող իմիգրանտները անհամեմատ ավելի շատ են դիմում պետական օգնությունների։ Ըստ փաստաբանի, արդեն հնարավոր է ամերիկյան կառավարությունը ֆինանսական երաշխիք, կլորիկ գումար պահանջի այն քաղաքացիներից, որոնք դիմում են Միացյալ Նահանգներում մշտական բնակություն հաստատելու համար։ Վճարելով այս գումարը քաղաքացիները պարտավորվելու են նահանգներում հաստատվելուց հետո չօգտվել պետական աջակցության ծրագրերից։ Որպեսզի նրանք այդ գրավը դնեն, հետո նոր արդեն գան Միացյալ Նահանգներ, եւ եթե անձը հետագայում պետական օգնություններ պետք է ստանա, նշանակում է այդ գրավը միգուցե նա ընդհանրապես կորցնի։
Ըստ փաստաբանի Հայաստանի քաղաքացիները հիմա չեն կարող ոչինչ անել, բացի ԱՄՆ հյուպատոսական մարմինների պաշտոնական ցուցումներին համբերատար սպասելուց։ Միլեն Ամայելյանը խորհուրդ է տալիս պահպանել կապը փաստաբանի հետ, որովհետև ամեն պահի կարող է որոշում փոխվել։ Լիլիթ Գասպարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Ուկրաինայում ռուսական անօթաչուները հարվածել են մի շարք քաղաքների ու ենթակառուցվածքային օբյեկտների։ Ռուսաստանում էլ ուկրաինական դրոնների թիրախում է հայտնվել երկրի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը։ Այս ֆոնին Մոսկվայից հաշտությանն ուղղված նոր ազդակներ են հնչում։ Վատիկանի հնարավոր միջնորդության մասին են խոսում վերլուծաբանները։ Մանրամասները Ծովինար Բարխուդարյանն է պատմում։ Անօթաչուների հարվածների ինտենսիվությունը չի թուլանում ռուս-ուկրաինական ճակատի թիկունքում, առաջնագծից բավական հեռու գտնվող քաղաքներում ու գյուղերում։ Ռուսական զինուժը նորից հարվածել է Նովայա Պոչտայի պահեստներին։ Տեղի իշխանությունների խոսքով առաջին հարվածից մոտ 1 ժամ հետո նույն տարածքին նոր հարված է հասցվել։ Փրկարարները ստիպված են եղել հեռանալ ավելի անվտանգ վայր։ Զապորոժիայում ռուսական անօթաչուի հարվածից խոշոր հրդեհ է բռնկվել էպիկենտրոն առևտրի կենտրոնում։ Կրակը տարածվել է մոտ 2000 քառակուսի մետր տարածքում, վիրավորվել է 4 մարդ։ Խարկովի մարզում 1 մարդ զոհվել է, ևս 2-ը, այդ թվում երեխա, վիրավորվել են։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի, երկրի ուղղությամբ արձակված ռուսական 164 անօթաչուներից 137-ը խոցվել են։ Մոսկվան հաստատել է Կիևի և Օդեսայի շրջաններին հասցված հարվածները, պնդելով, որ թիրախները ռազմական նշանակության օբյեկտներ են եղել։ Կիևի մարզում հարվածել են պահեստային համալիրի, որն ըստ գերատեսչության օգտագործվել է ֆլամինգո հեռահար թևավոր հրթիռների արտադրության համար։ Օդեսայի նավահանգստում թիրախավորված 6 պահեստներում էլ, ըստ ռուսական կողմի, Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական նշանակության գույք է պահվել։ Գիշերը խաղաղ չի եղել է Ռուսաստանում։ Ուկրաինական դրոնները հարվածել են Ռուսաստանի Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։ 1 մարդ զոհվել է, 27-ը վիրավորվել։ Սլավնավթ յանոցը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից է, տարեկան մոտ 15 միլիոն տոննա նավթ վերամշակելու հզորությամբ։ Գործարանում արտադրվում են բենզին, դիզելային և ավիացիոն վառելիք։ Հարվածից հետո գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Սևաստոպոլում անօթաչուի հարվածներից 4 մարդ է վիրավորվել։ Դրոնների և դրանց բեկորների հարվածների հետևանքով վնասվել են բնակելի շենք, հյուրանոց, մանկապարտեզ և ավելի քան 1 տասնյակ մեքենաներ։ Դոնեցկի մարզի Չասովյարի շրջանում ռուսական ուժերի առաջխաղացման մասին է հայտնում ուկրաինական Deep State անկախ վերլուծական նախագիծը։ Վերջին տվյալով ռուսական վերահսկողության գոտին ընդլայնվել է քաղաքի հարավային հատվածում։ Չասովյարը ռազմավարական քաղաք է։ Բարձրադիր այդ հատվածը ճանապարհ է բացում դեպի Կոնստանտինովկա և ուժեղացնում է ճնշումը Դոնեցկի մարզի գլխավոր պաշտպանական ուղու Կրամատորսկ-Սլավյանսկ ուղղության վրա։ Ռազմաճակատում նոր ինտենսիվ հարվածների ֆոնին հաշտության ուղղված նոր ազդակներ են հնչում։ Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին, հատկապես հումանիտար հարցերում։ Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է հայտարարել ՌԲԿ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Վատիկանի արտաքին գործերի պատասխանատուի և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի գրեթե համաժամանակյա այցելին Մոսկվա։ В этом нет ничего необычного. Ոչ մի արտասովոր բան չկա, որ նրանք լուռ աշխատում են։ В тишине. Լավրովի խոսքով Մոսկվան Վաշինգտոնից պարզաբանումներ է պահանջել արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունների վերաբերյալ, ըստ որոնց ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինային ֆինանսական նոր հատկացումների, սպառազինության և հետախուզական տվյալների տրամադրումը։ Նրա խոսքով ամերիկյան կողմից պատասխան դեռ չկա։ Ռուսաստանի արտգործնախարարը նաև կոշտ քննադատել է Մեծ Բրիտանիային, հայտարարելով, որ Լոնդոնը խոչընդոտում է Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին։ Роль Британии самая негативная, как Մեծ Բրիտանիայի դերը ամենաբացասականն է։ Այդպես եղել է դարեր շարունակ եւ ոչ միայն Ռուսաստանի նկատմամբ։ по отношению к России точно. Այլև Բրիտանիայի, չեմ ասի գործընկերների, քանի որ Բրիտանիան երբեք մշտական դաշնակիցներ չի ունեցել։ Ավելի ճիշտ ուղեկիցների նկատմամբ։ У нее никогда не было постоянных союзников. Ինչ վերաբերում է Ռուսաստանի դաշնակիցներին, Լավրովը չի թաքցնում, Մոսկվան այսօր շատ ավելի քիչ ընկերներ ունի։ Նրա խոսքով Ռուսաստանի հիմնական դաշնակիցներն այս փուլում Հյուսիսային Կորեան եւ Իրանն են։ Լավրովը այս երկրները վատ շրջապատ չի համարում։
Они считались изгоями. Այդ երկրները վտարանդիներ են համարել այն պետությունները, որոնք իրենց սառը պատերազմի հաղթողներ էին համարում։ Провозгласил. Այս ֆոնին Մոսկվան հայտարարել է արհեստական բարականության կիրառման միջազգային կանոններ ստեղծելու անհրաժեշտության մասին, այդ թվում ռազմական ոլորտում։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Թեհրանը չի ձգտում պատերազմի կամ հակամարտության սրման եւ խնդիրների լուծումը տեսնում է երկխոսության միջոցով պատերազմի շարունակությունը վնասակար է տարածաշրջանի եւ աշխարհի համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Քաթարի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Իրանի նախագահի համոզմամբ ամերիկյան հարվածները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին։ Փեզեշքյանն ընդգծել է, որ Թեհրանը իր օրինական իրավունքներից բացի ոչինչ չի պահանջում։ Քաթարի վարչապետն էլ հայտարարել է, որ Դոհան կողմ է տարածաշրջանում կայունության վերականգնմանը դիվանագիտական եւ ռացիոնալ մոտեցումների միջոցով։ Իրանի ժողովուրդը Քաթարի ժողովրդի կրոնական եղբայրներն են, պատերազմը չի սկսվել տարածաշրջանում, այն նրան պարտադրվել է դրսից, սակայն տարածաշրջանի բոլոր երկրները վճարում են պատերազմի գինը, նշել է Ալ-Թանին։ Ցահալը հարվածել է Լիբանանի Նաբաթիե նահանգում գտնվող Հեզբոլլահի ենթակառուցվածքներին։ Թել Ավիվը մեղադրել է խմբավորմանը իր զորքերի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակման համար։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածների հետևանքով մեկ կին զոհվել է, 6 մարդ, այդ թվում մի երեխա վիրավորվել։ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը աճում է։ Հեղեղումների հետևանքով լեռներում լիճ է գոյացել ու ջրի ճեղքման սպառնալիք կա, տեղացի փրկարարների։ Մասնագետների հաշվարկով միլիոնավոր խորանարդ մետր ջուր կա այդ լճում ու նոր սարսափելի աղեթի առաջ է Նեպալը։ Գյուղեր, ճանապարհներ, կամուրջներ եւ հիդրոէլեկտրոկայաններ ոչնչացրած աղետից ուշքի չեն գալիս նեպալցիները։ Ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 470-ը։ Փրկարարները դադարեցրել են աշխատանքները նոր ջրհեղեղների եւ սողանքների վտանգի պատճառով։ Նեպալցի փրկարարները լրագրողներին պատմել են, որ իրավիճակը սարսափելի է, աղետի գոտում մնացածներին մոտենալու ճանապարհ չկա։ Ավելի քան 1400 մարդ անհետ կորած է համարվում։ Անձրևները հաշվի առնելով նոր սողանքների վտանգը ժամ առ ժամ մեծանում է։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ պատրաստ է օգնություն ուղարկել Նեպալին։ Մոտ 90 ամերիկացի կա անհետ կորածների թվում։ Սա սարսափելի է, զանգահարել ենք Նեպալ եւ առաջարկել ենք օգնություն, ինչի կարիք էլ որ ունենան։ Ոչ ոք երբեք նման բան չէր տեսել, ամուր շենքերը փլուզվել են։ Նեպալի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երկիրը միջազգային օգնության կարիք չունի որոնողափրկարարական աշխատանքների համար։ Այդ երկրի կառավարությունը 30,000 մարդ է տեղակայել այն վայրերում, որտեղ հնարավոր է որոնումները շարունակել։ Մոտ 1550 մարդու հաջողվել է փրկել ուղղաթիռներով։ Չինաստանի մոտ 500 զինվորական է մասնակցում որոնումներին։ Մենք սարքավորումներ ենք տեղակայելու, որպեսզի օգնենք փրկարարներին։ Հրամանի ենք սպասում հետագա գործողությունները շարունակելու համար։ Կարմիր խաչը հայտնել է, որ աղետը սարսափելի հետևանքներ կունենա 93,000 մարդու համար։ Կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել աղետի հետևանքները մեղմելու համար $31 միլիոն աջակցություն տրամադրել։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տրղազարյան, Հայլուր։ Հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել Վրաստանի Իմերեթիի շրջանում։ Տներ, ճանապարհներ ու կամուրջներ են ջրի տակ անցել։ Ամենաշատը տուժել են Բաղդադ եւ Ներգեետ բնակավայրերը։ Առանց գազի է մնացել մոտ 1300 ընտանիք, եւս 700 ընտանիք առանց էլեկտրականության։ Փրկարարներն ու համայնքային ծառայությունները շարունակում են մաքրման եւ վնասների գնահատման աշխատանքները։ Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդը, թագավորը 90 տարեկան էր, նա նորվեգական գահին էր 1991 թվականից։ Հինգշաբթի առավոտյան Արքայական պալատը հայտնել էր, որ 89-ամյա թագավորի առողջական վիճակը վատթարացել է, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր։ Նորվեգական գահը ժառանգելու է Հարալդ 5-րդի 53-ամյա որդին Արքայազն Հոկոնը։ Վերադառնանք Հայաստան, Գյումրիում ավականու արտահերթ ընտրությունների ԿՊԱ-ականների գաղափարը կարծես գործնական փուլ է մտնում։ Փաշինյանի թիմակիցները պնդում են, թե քաղաքում կառավարման ճգնաժամ է, ընդդիմադիրները հակադարձում են։ ԿՊԱ-ականների այդ խոսույթը ընդհանրապես իշխանությունը փոխելու քաղաքական հաշվարկ է։ Ընդդիմությունն ասում է պատրաստ է անգամ ամենաանկանխատեսելիին։
Գյումրիում ավականու արտահերթ ընտրություններ անցկացնելու ԿՊԱ-կանների իդեալ ֆիքսը մտնում է գործնական փուլ։ 30,000 եւ ավելի գյումրեցիներ ձայն են տվել միասնական ընդդիմությանը եւ այդ ընդդիմությունից ձևավորվել է քաղաքային իշխանությունը։ Եվ եթե այդ լեգիտիմությունը հաշվի չեն առնելու, նորից գնալու են ռեպրեսիաների, նորից գնալու են ճնշումների, ձերբակալումների, չգիտեմ ինչ սցենարների, ուրեմն հավատացեք, որ գյումրեցին իր խոսքը կասի։ Նախընտրական շրջանից սկսած են ԿՊԱ-կան մանր ու միջին չինովնիկները հայտարարում, որ հանրապետության երկրորդ քաղաքում հասնելու են իշխանափոխության։ Ամեն օր առավոտյան արթնանում են, դրա մասին սոցիալական մեդիայում բոլորը մեծ ստատուս են գրում, նոր անցնում են իրենց գործերին։ Դա մեկ մարդու ցանկություն է, երևի իր ամբիցիաները բավարարելու ինչ որ տարբերակ է փնտրում, սակայն որևէ օրինական ճանապարհ, ինչպես նախորդ անգամ էլ ենք նշել ու մեր խմբակցության դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ որևէ օրինական ճանապարհ չկա ընտրությունների հասնելու։ Վարդան Ղուկասյանի օրոք կառուցված քաղաքապետարանի շենքում այդպես էլ քաղաքագլուխ չունեցած իշխանավորները պարտության մտքի հետ չեն համակերպվում։ Հիմա էլ նրանց հույս են ներշնչում համապետական ընտրություններում գյումրեցիներից ստացած քվեները։ Արտահերթ ընտրությունների օրակարգում մնալու ամենաառաջի պահանջատերը դա Գյումրեցին է, որը իր կամքը արտահայտել է համապետական ընտրությունների միջոցով 50%-ից ավել ցայն տալով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, դրանով փորձել է իր դժգոհությունը հայտնել թիմ կառավարիչներից։ Բայց համապետական ու թիմ ընտրությունները նույնացնելը ծիծաղելի են համարում Փաշինյանի ընդդիմախոցները, նրանց կարծիքով քաղաքապետ ընտրելու հարցում ավելի բծախնդիր ու պատվախնդիր են գյումրեցիները։ Գյումրին բնավորություն ունեցող քաղաք է, Գյումրին Հայաստանի իր մշակույթով, տեսակով ամեն ինչով տարբերվող քաղաք է, Գյումրին հստակ ասել է իր խոսքը ընտրություններով ու այս պահին չհարգել գյումրեցու որոշումը, փորձել դա շրջանցել, ավելի հակառակ էֆեկտը կունենա։ 24 թվականի այդ պրայմերիս, հա, ճիշտ եմ հիշում, այդ գործողությունն է եւ այլն, դրանից հետո տեսանք արդյունքը։ Գյումրեցիների հետ ուժի լեզվով չպետք է խոսեն։ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի կարծիքով մանտատագողության անհաջող փորձերից հետո շարունակվում են բռնաճնշումները ավականու 4 ուժերի ավականիների նկատմամբ։ Մենք մինչև վերջ։ Ավականու նիստը տապալելու նպատակով Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ անցկացնելուց մեկ ամիս անց կալանավորվել է մեր քաղաքը դաշինքի առաջնորդ ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Գյումրի մի տեսակ երազանք, անկատար երազանք է շարունակում մնալ 2018 թվականից ի վեր ես հիշեցնեմ, որ իրենք երբևէ գոնե որպես քաղաքապետ, փոխքաղաքապետերի մակարդակում իշխել են, եղել է այդպիսի էպոխա, բայց քաղաքապետ չեն ունեցել։ Ինչ ճնշումների մասին է խոսքը։ Այդ գլոբալ ընդդիմության խոսակցությունը։ Ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության նորանշանակ ղեկավարը պնդում է Գյումրիում կա կառավարման ճգնաժամ, քաղաքը մատնված է անտերության, որովհետև կառավարության ու Վարդան Ղուկասյանի գլխավորած ուժի համագործակցությունը չի ստացվում։ Գյումրու իշխանությունները չեն կարող աշխատել կառավարության հետ, թե չէ բազմաթիվ օրինակներ ունենք։ Ընդդիմադիր հենց ղեկավարներ ունենք համայնքի, որոնք, ասենք, օրինակելի քաղաք են ղեկավարում։ Իշխանության համար ոչ թե իշխանություն զավթելն է, այլ ոչ իշխանության համար առաջնահերթությունը Գյումրու, գյումրեցու ապահով կյանքը, նորմալ կյանքը, բնականon ընթացքն է կարևոր։ Դուք էստեղ եք ընդդիմություն, բայց ընդանուր դուք իշխանություն եք։ Կենտրոնական իշխանությունը ձեր ձեռքում է գտնվում, ձեր կուսակցության ձեռքում է գտնվում։ Խնդիրներ կան, տեսնում եք, բերեք միասին քննարկենք մարզպետարանով, մինչև կառավարության համապատասխան նախարարություններով լուծումները ստանանք։ ԿՊԱ-կանները շարունակում են պնդել, որ օրինական ճանապարհով են հասնելու ավականու լուծարմանը, բայց չեն գաղտնազերծում ճանապարհային քարտեզը։ Գյումրի խոշորացված համայնք դարձնելու նախագիծ դեռ չի շրջանառվում։ Անկանխատեսելի բոլոր սցենարներին ավականու խմբակցությունները փորձում են պատրաստ լինել։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Տեղափոխվենք Լոռի, որտեղ սարսափած են Գյուլաքարակում տեղացած կարկուտից հետո։ Կես ժամ է տեղացել կարկուտը, բայց տարերքի հասցրած վնասներն ահռելի են։ Դաշտերը, այգիները ամբողջությամբ ավերված են։ Գյուլաքարակի համայնքապետարանը հայտարարել է, թե կարկուտի հետևանքով վնասներ կրած բնակիչները կարող են դիմում ներկայացնել համայնքապետարան։ Հանձնաժողով է ստեղծել, որը գնահատելու է վնասների չափը։
Գյուլագարակում կես ժամ տեղացած անկառավարելի կարկուտը լցվել է տներ, գոմեր, մառաններ։ Ոմն է լցվում, տան մեջ են լցվում, սաղ պատվալային հարկերը, սաղ ջուրը։ Հետո ծարավ սա, են խոտ եմ դասել, ամեն իչը, ռեզինի սապոկները ծածկում է այդ ջուրը։ Հինգշաբթի կախված մռայլ ամպերը սարսափեցրել են գյուղացիներին, զարմացել են, այդ ինչ է թափվում երկնքից, որ թվում է կրակում են։ Երբ տեղումները դադարել են, տնից դուրս են եկել, գյուղը տեսել սպիտակի մեջ, ծառերը խոնարհված։ Բերքը չի փրկվի, ավերված է։ Հեսա էլ որտի պետք է աճի ազրջան, չի աճի, հնարավոր չի։ Խնձորներն էլ դա ասելու չի։ Սաղ թափում արդ։ Կարկուտն էլ որ տվել են, նա չի աճի։ Այսինքն պատու ծառերն են։ Արդեն վերքա, հնարավոր չէ, արդեն վերքա, նայ, քանի տեղից խփած է։ Սա թափվելու է։ Խնձորը, հոնը, լոբին, տանձը Գյուլագարակցիներն այս տարի քաղաքում ապրողների պես պետք է միրգ բանջարեղեն առնեն պահածոյացնելու համար։ Ինքը պետք է հասունանար հատիկ գծեր, ծմերվա որ պաշար ոնց որ հետ գծես էլի։ Միայն տնամերձ հողերը չէ, որ տուժել են, դաշտերում հեկտարներով ցորենն ու գարին քաղել չի լինի, կսկիծով ասում են գյուղացիները։ Ու մտածում, ինչպես կլուծեն հացի հարցը։ Ցորենի դաշտերն արդեն սաղ արդեն ավիրած կլինի, նա չես կարա ոչ մի բան անես։ Ցորենի բերքը դեռ հավաքած չի եղել։ Կիսատ։ Գյուղացիները նեղվում են, գոնե Գյուլագարակի ջրատարը գործեր, կարկուտն ու անձրևը չէին լցվի տներ։ Ջրատար չգցեցին, որ այս կանավները մաքրեին, բան անեին, այս ծարի ամբողջ ջուրը գալիս է, ասես դնում ամեն տարի նույն պատմությունն է։ Մարդ չգիտի ինչ ասի, ոնց ասի, ում խնդրի, կռիվ անես, ինչ անես, դա հնարավոր չի։ Մարդիկ չեն մտածում, հայ են ասում, բայց անող չկա։ Գյուլագարակում պատմում են, որ ամեն տարի, երբ տեղումներից հետո գյուղացին մնում է կոտրված տաշտակի առաջ, համայնքապետները, մարզպետները խոստանում են, ջրատարի հարցով կզբաղվեն, բայց այդպես էլ մոռացվում է։ Գայանե Մովսիսյան, Անահիտ Կարապետյան, Հայկ Վարդանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Եվ վերջում Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկի դռներն արդեն բաց են հայկական ակումբի առաջ Արարատ Արմենիան պատմության մեջ առաջին անգամ խաղա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։ Արդեն հայտնի են նաև Արարատ Արմենիայի ապագա մրցակիցների անունները։ Այսօր Մոնակոյում է տեղի ունեցել վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոնին բաժին են հասել եվրոպական ֆուտբոլի ամենահայտնի անուններից մի քանիսը՝ իտալական Միլանը, ավստրիական Զալցբուրգը, հոլանդական Ալկմարը եւ չեխական Սպարտա Պրահան։ Մանրամասները Էդգար Ղուշչյանի ռեպորտաժում։ Բիբլիական լեռան անունով ֆուտբոլի հայկական ակումբի Արարատ Արմենիայի մրցակիցները Եվրոպա լիգայի հիմնական փուլում հայտնի են։ Պատմական հաղթանակից հետո ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը տանը կխաղա հոլանդական AZ Alkmaar-ի եւ NEC-ի, չեխական Սպարտա Պրահայի, սլովենական Ցելիայի հետ։ Արտագնախաղերում բարդ մրցակիցներ են բաժին ընկել Արարատ Արմենիային՝ իտալական Միլանը, ավստրիական Զալցբուրգը, լեհական Յագելոնիան եւ պորտուգալական Տորենսեն։ Այս հաջողությունը Եվրոպա լիգայի փուլ մտնելը ինքը դառնալու է հայկական ակումբային ֆուտբոլով հետաքրքրվողի համար պատմական իրադարձություն։ Հայաստանի գործող չեմպիոնի հինգշաբթի տնային խաղում ռումինական Ունիվերսիտատեա Կրայովային նվազագույն հաշվով հաղթանակը հասցրեց եվրոպական ակումբային հեղինակավոր մրցաշարի հիմնական փուլ։ 2019-ին եւ 2020-ին էր Երևանյան ակումբը կարողացել հասնել Եվրոպա լիգայի փլեյօֆ, սակայն չէր հաջողվել հաղթահարել մրցակիցների արգելքը մտնել հիմնական փուլ։ Գերագույն հաճույքա տեսնել է նաև արձագանքը ամբողջ համացանցի հայ ժողովրդի թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Հաղթական պատմական խաղից հետո աննկարագրելի են եղել երկրպագուների էմոցիաները մարզադաշտում։ Հանդերձարանում ֆուտբոլիստների ու մարզչական շտաբի տրամադրությունը պատմելու չէ, տեսնել էր պետք, ասում է Գևորգ Ղազարյանը։ Խոստանում եմ երկրպագուները հնարավորություն կունենան դա տեսնելու, քանի որ այդտեղ մենք ունենք տեսախցիկ։ Դրա մասին եթե չեմ սխալվում թիմի մեծ մասը չգիտի էլ։ Հենց որ ամենահամով հատվածները մենք կառանձնացնենք։ Արարատ Արմենիայի մամուլի քարտուղարն ասում է, չնայած թիմը մրցելու է Եվրագավաթի համար, Հայաստանի առաջնությունը կարևորությամբ առաջին տեղում է։ Որովհետև այդ երկրի առաջնությունում հաղթանակն է մեզ ապահովել այս ճանապարհը, որ մենք հիմա եվրոպական ֆուտբոլում հայկական ակումբային ֆուտբոլի անունը բարձրենք պահում։ Հայկական ֆուտբոլում աննախադեպ նվաճման համար Արարատ Արմենիային արդեն շնորհավորել են ֆուտբոլի ֆեդերացիան եւ հայաստանյան մի շարք ակումբներ։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։
Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք